Ինչու են ուրախ մարդիկ ամենավիրավորները, որովհետև ծիծաղը դա զրահ է, կատակը դա միջոց է ապրելու, քանի դեռ ուրիշները տեսնում են ժպիտը, ներսում քաոս է ու ցավ, որի մասին չես կարող պատմել։ Միայնությունն այն է, որից չես կարող փախչել։ Ուրախ մարդիկ նրանք են, ովքեր ուրախացնում են բոլորին և իրենք պառկում են լռության մեջ, մթության մեջ։ Նրանք են ուրախ մարդիկ, ովքեր դժվար պահերին կատակում են, որովհետև վախենում են լռությունից, վախենում են, որ եթե դառնան լուրջ, ոչ ոք չի մնա իրենց կողքին։ Նրանք երբեք ցույց չեն տալիս, որ իրենց համար վատ է, որովհետև մի անգամ արդեն փորձել են և իրենց չեն հասկացել։ Եվ հիմա լավ է լինել ընկերության հոգին, քան նա, ում կասեն դու պարզապես զգացմունքային ես, և հետո նրանք պարզապես կորում են լուռ և անխոս։ Հետո բոլորը զարմանում են, ինչպես այդպես եղավ, նա շատ ուրախ էր, երջանիկ, միշտ ծիծաղում էր։ Եթե դու գիտես այդպիսի մարդու, ապա մի նայիր նրա ժպիտին, որովհետև դրա հետևում նա թաքցնում է ամենախոր վերքերը։ Եթե դու ինքդ էլ ես այդպիսին, պարզապես իմացիր, որ դու միայնակ չես։ Վերջ ի վերջո դու ունես իրավունք չկատակելու, ունես իրավունք զգալու և դնելու վերջակետ։ Ուրախ մարդիկ իրենց պահում են ուրախ, որովհետև իրենք այդպես են հաղթահարում իրենց հոգու ցավը։ Նրանց հոգում միշտ մթություն է, լռություն է, բայց ուրիշների մոտ անընդհատ կատակում են, ցույց են տալիս, որ իրենք ուրախ են, կենսուրախ են։ Տխուր մարդիկ միշտ իրենց ուրախ են պահում, որովհետև իրենք ուզում են ուրախ լինել, քանի որ իրենք ուզում են ուրախ լինել, փորձում են ուրախացնել իրենց շրջապատին, որովհետև նրանք հասկանում են, որ ինչ ցանկանում ես ինքդ քեզ, այն պետքա դու տաս դիմացինին, քո շրջապատի մարդկանց։ Ինչ տալիս ես ուրիշին, Աստված ուրիշ մարդկանց միջոցով նույնը տալիս է քեզ։ Կյանքը բումերանգ է։ Սփռիր շուրջդ այն, ինչն ուզում ես քեզ հետ կատարվի, քեզ հետ պատահի, դու ինքդ ունենաս դա։ Ոչ մի գործողություն, ոչ մի արարք, ոչ մի բան էս կյանքում հենց այնպես չի լինում, հենց այնպես չի անցնում։ Ամեն բան վերջ ի վերջո վերադառնում է մեզ, ինչ մենք տալիս ենք ուրիշներին։ Եղեք բարի, չար մարդկանց չար արարքներին պատասխանեք բարությամբ, վատին վատով մի պատասխանեք, բարին մեզ հետ, բոլորի հետ բարի։